Ոնց գնացիք մրկահալած տարիներս, թևապած կարոտներով ուր հեռացաք, մանկան նման խնդաժպիտ լույս օրերս, մանկությունս էլ ձեզ հետ առակ հեռուն տարաք, բարի լույս, իմ շատ սիրելի հետևորդներ ջան, արև շող օր եմ մաղթում բոլորիդ, Աստծու օրհնությունները թող անպակաս լինեն ձեր օջախներից, միշտ լինեք օրհնված և առողջ, սիրելիներս դուրս եկա պատշգամբ եղանակը տեսնելու և ձեզ հաղորդելու, այսօր անուշ, արևոտ, տաք եղանակ է հարգելիներս, տեսնում եք պարզ երկինքը, մաքուր արև, խնդրեմ, ինչքան արև կա, այսպիսի լավ արևոտ օր եմ մաղթում բոլորիդ, լավ օր, լավ աշխատանքային հաջողություններով օր եմ մաղթում բոլորիդ, սիրելիներս, այս գեղեցիկ տողերով էլ սկսում եմ այսօրվա հոլովակս, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, հիմա իջանք ներքև, ես հարցս և որդիս հյուր ենք գնում մեր բարեկամներին, որոնք ապրում են Վասկրեսենսկ քաղաքում, հիշում եք մի հոլովակում ասել եմ, որ իրենք զբաղվում են ծաղիկների բիզնեսով, գնամ տեսնեմ ինչպես է իրենց բիզնեսը առաջ գնում, վերջացրել են, սացիլել են, մի խոսքով ամեն ինչի մասին ձեզ կտեղեկացնեմ, ցույց կտամ, ծաղիկները, ջերմոցը, մի քիչ էլ կզրուցենք, օրներս կանցնենք, կվերադառնանք, ճանապարհը կնկարեմ, ամեն ինչ ցույց կտամ, իսկ հիմա միասին գնացինք, հիմա մենք մեր պասյոլիկից դուրս ենք եկել, թեքվել ենք աջ և գնում ենք դեպի Բրոնիցի քաղաքը, ձեզ էլ ցույց տալով մեզ հետ տանում ենք, խնդրեմ, բոլորը սեփական տներ են, այս ճանապարհով Ռյազան են գնում, մեր կենտրոնական ճանապարհն է, որը տանում, հասցնում է մինչև Էմկադ, այդպես են ասում, Էմկադ են ասում, հիմա այսպես կգնանք, գնում ենք Վասկրեսենսկ, տեսնում եք, երկու կողմանի տներ են, խնդրեմ, սեփական տներ են, հիմա նորից Խաչմերուկից թեքվել ենք աջ և գնում ենք Վասկրեսենսկ քաղաք, տեսնում եք ինչ գեղեցիկ ճանապարհ է, բամռանը որ տեսնեք, ինչքան գեղեցիկ է սիրելիներս, Սիրելիներս մի քիչ նստեցինք, հանգստացանք, սրճեցինք, զրուցեցինք և հիմա եկել ենք ջերմոցը, ձեզ ցույց եմ տալիս ծաղիկները, որոնք արդեն սացիլված են պալետների մեջ, սկզբից իրենք ցանում են արկղների մեջ, հետո մեծանալուց հետո մի
փոքր մեծանալուց հետո արդեն դնում են պալետների մեջ։ Ես ցույց կտամ, տեսեք, ծաղկել է արդեն ծաղիկները, հետո մեր հարսը, որի անունը Ալլա է, սիրելիներս, ձեզ կբացատրի ծաղիկների տեսակները, անունները, ամեն ինչ կբացատրի, կասի մեզ խոստացել է ասել, թե ինչ պարարտանյութով պետք է ջրվի, որպեսզի ծաղիկները չվնասվեն։ Ինչ տեսակ գեղեցիկ ծաղիկներ ասեք ունեն, տեսեք, բացվել է արդեն բարխացիները, տարբեր գույների, բաց, մուգ, սիրուն ուզորներով, գեղեցիկ, իսկական ծաղիկների, ոնց որ ասած, հրաշք պարտեզ լինի, բա որ ծաղկած է լինում ընդհանուր մի հրաշքություն։ Խնդրեմ, ցույց ենք տալիս ծաղկածները, տեսնում եք։ Հետո ես մի անգամ էլ ցույց կտամ վաճառքի սրահը, որտեղ իրենք վաճառում են, ունեն տեղ, իրենց հողամասում է, իրենց տան դեմն է, սիրելիներս, ոնց որ ասած, իրենց տան մեջ է իրենց բիզնեսը։ Խնդրեմ, լավ մշակում են, այդ ծաղիկները արդեն բոլոր գաղտնիքները գիտեն, մշակման ձևերը գիտեն, ամեն ինչ գիտեն։ Ես իլկան կթողնեմ, բաժանորդագրվեք, ովքեր մոտիկ են ապրում, կարող են օգտվել։ Նաև մազահարդարություն է անում, մատնահարդարություն է անում, խնդրեմ, վարունգները տեսեք։ Տան մեջ, իրենց տան մեջ ունի գեղեցկության սրահ, ամեն հարմարությունով, իրենց սենյակն է անձնական, ինքն է միայն աշխատում։ Տեսնում եք, գեղեցիկ բացվել են ծաղիկները։ Դե ես բոլորի անունները չգիտեմ, հեսա հաջորդ նյութի մեջ Ալլան կբացատրի ծաղիկների անունները։ Ասեք, որ սիրուն է, գրեք մեկնաբանություններում, որ շատ գեղեցիկ է, շատ։ Ես շատ սիրում եմ ծաղիկներ, ինձ համար շատ գեղեցիկ է։ Տեսնում եք, սա էլ ուրիշ ձևի բարխացի է, սիրելիներս։ Բարևներ հարգելի հետևորդներին, նայեք, այստեղ փոքր ջերմոցում սեղանի վրա դրել ենք արդեն գարշոկներով ծաղիկները, թափվող ծաղիկներն են, նոր նկատեցի բակոպան արդեն ծաղկել է, շատ հրաշք գեղեցկություն է լինելու մեր մոտ, պիտունյաներն են թափվող, ամանների մեջ տնկում ենք 4 հատ, պիտունյան էլ է կոկում է թանաքագույնը, այսպես ամբողջ սեղանի վրա ամպելնի պիտունյաներն են գարշոկներով, հետո կախիչները կկախենք և արդեն կկախենք մեր տարգովլի պլաշատկային, որտեղ որ ծախում ենք, այստեղ էլ ունենք թանաքագույնը, արդեն ուզում է բացվի։ Մի խոսքով հարգելիներս, փոքր ջերմոցը շատ տաք է, դրա համար չենք կախում մեծ ջերմոցի մեջ, դրել ենք սեղանների վրա, սեղանների բարձրությունը մոտավորապես 1,20 սանտիմետր է, որպեսզի լավ աճեն։ Այստեղ դեռ սատիլ ունեմ, շատ փոքրին պիտունյա, ամպելնի պիտունյայի սատիլները տեղադրել եմ այս փոքր պալետների մեջ, որպեսզի լավ աճեն։ Այստեղ ունեմ Հայաստանից բերած ռեհանի սերմ, որը որ մեր ռուս հաճախորդները շատ լավ առնում են, բոլորին ասում եմ, у нас армянская базилик, очень вкусная и пахнет очень вкусно։ Այստեղ ունենք անյուտայի աչիկները, վիոլկաները, իրանք ինքան սենց սատկած վիճակ էր սատիլների, երբ որ սատիլը շատ փոքր է, տեղադրում ենք այս տեսակի փոքր պալետների մեջ և իրանք շատ շուտ սկսում են արմատակալել ու մեծանալ։ Նայեք, այստեղ ինչ եմ ցանեմ, կարմիր բողկը բոլոկին, փորձել եմ այս տեսակի ամաների մեջ ցանեմ, հետո կնայենք, թե գլուխ գցելա, թե չէ, այս տեսակի մեծացել են, երկու աման սենց պրոստ փորձնական տնկել է։ Հա, այստեղ դեռ ունենք ոչ պիկիրովկա արած սատիլներ, երբ որ պիկիրովկա ենք անում, շատ փոքր սատիլները տեղադրում եմ այս տեսակի ամաների մեջ, որպեսզի մեծանան։ Այստեղ ունենք բակոպաներ,
Մեր արկղները բոլորը ուժը ազատ են, չունենք էլ պիկիրովկա անելու, մի տեսակի ծաղիկ է մնացել։ Այստեղ նորից անյուտաներն են մեր մոտ դրել ենք, որ լավ աճի, որը որ լավ չի աճում, բերում ենք փոքր ջերմոց, որովհետև ինքը ցածր է ու շատ տաք է։ Այստեղ ունենք բիբարի շիթել, սա էուստոմա ծաղիկներն է, բայց ինքը գարշոչնի է, Հայաստանում լիզիանտուս են ասում, որը որ դնում են բուկետների մեջ։ Առաջի անգամ ենք որոշել այս տարի տնկենք, ընդամենը այս 6 պալետն է, գնացինք մեծ ջերմոց։ Եկանք մեծ ջերմոց, նայեք ինչ գեղեցկություն են բերել ձեզ, իմ վիոլաները արդեն կոկումել են, անյուտայի աչիկները մեր, նայեք արդեն կոկումել են, այս տարի մի քիչ փոքրիկ են մնացել մեր անյուտայի աչիկները, դեռ պարարտանյութ կտանք, ձեզ կասեմ ինչ պարարտանյութով ենք մենք ջրում, ընդհանրապես չի վառում, չի փչացնում, չի նեխացնում, իրանք շատ լավ աճում են։ Անյուտայի աչիկները մենք միշտ սկզբից տնկում ենք փոքր պալետների մեջ, հետո տեղափոխում ենք մեծերի մեջ, բայց այս տարի չհասցրեցինք, ուրիշ գործեր ունեինք շատ, դրա համար այս տարի մի քիչ պուճուրիկ են։ Հուսով եմ մայիսի սկզբին վաճառքի սեզոնին կհասցնենք։ Բարխծիներն են շատ սիրուն ծաղկել մեր մոտ։ Այսպես լիքը բարխծիներ ունենք։ Նայեք ինչ սիրուն ծաղկել են։ Ոյ, նայեք ինչքան սիրուն են։ Արանժվիները, որը որ շատ ծաղկում են, շատ են ծաղկում այս գույնը, դեղինը։ Նայեք այստեղ ինչ գեղեցկություն ունենք, արդեն ծաղկել են։ Նայեք ինչքան գեղեցիկ են, ճիշտ է, այս ծաղիկի հոտը տհաճ է, բայց ինքը շատ սիրուն է, շատ են առնում ժողովուրդ այս ծաղիկը։ Նայեք, էսի փոքրիկներն են, տեղափոխել եմ մի քիչ փեչին մոտ, արդեն մեծացել են։ Այստեղ ունենք լաբելյաները, որը որ փնջերով ենք տնկել, շուտով կաճեն, կծաղկեն, կոկումներ են տալի։ Մի քիչ պամիդոր ունենք վաճառքի։ Նայեք, հարգելիներս, գարշոկների մեջ վարունգներ էինք տնկել, փորձնական։ Նայեք, ինչ հրաշք վարունգներ ունենք արդեն, սորտը Ատոս է, մենք մշտական Ատոսն ենք տնկում ծախելու և ջերմոցում տնկում ենք մարինատի համար հրաշք վարունգ է, հրաշք, սոչնի, ջրալի, քաղցր, այստեղ էլ նայեք, այստեղ ունենք բեգոնյաները, որը որ արդեն ծաղկում են, բեգոնյաները չենք կարա մյուս ծաղիկների նման դնենք ընդհանուր պադոնների վրա, որովհետև նրանք արև շատ չեն սիրում, տերևների գույնը փոխում են, այստեղ ունենք կանաչ տերևով սպիտակ ծաղիկը, նայեք սետկայով փակել ենք, որպեսի նրանք արև շատ չտեսնեն, այստեղ վաբշե գեղեցկություն է, նայեք, ծաղիկներս ծաղկել են, չեք պատկերացնում, շատ մեծ աշխատանք ենք կատարում, ամուսնուս հետ մենք ուրիշ աշխատանքներով էլ ենք զբաղվում, ես մանիկյուրով եմ զբաղվում վարսավիրությունով, մի օր ցույց կտամ ձեզ, մեր տանը կպած փոքրիկ գեղեցկության սրահուն է, որը որ մենակ ես եմ աշխատում, մանիկյուր և վարսավիրություն և նաև հունվարից զբաղվում եմ գիպսերով, մի օր ձեզ ցույց կտամ իմ գիպսից աշխատանքները, սա էլ բեգոնյան է, պիտունյաներն են արդեն շատ լավ աճում, ամենասկզբի պարտիանը, ունենք կոկում արդեն պիտունյայի, սա սովորական պիտունյաներն է, որը որ հաճախորդները առնում են բակերում տնկելու, իսկ որ գարշոկ Սիրելիներս, այս գեղեցիկ ծաղիկներին տեսեք, ինչքան փոքր են, բայց գեղեցիկ ծաղկել են, շատ սիրուն ծաղիկներ ունեն, Աստծո ստեղծագործությունն է, տեսեք և հիացեք, այս գեղեցիկ ծաղիկներով էլ ուզում եմ ավարտել այս հոլովակը, սիրելիներս, և ասել, ուզում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն, համերաշխություն, սեր, բարություն, առողջություն լինի, մարդկային արժեքներ լինեն,
որ իրար սիրենք, այլ ոչ թե ատենք, եւ հաճախակի ասենք, որ սիրում եմ քեզ, սիրելիս, եղեք միշտ բարի ու թող կատարվի ձեր բոլոր ցանկություններն ու նպատակները, Աստված օրհնի ձեր բոլորին, ձեր բոլորի ընտանիքը, ձեր թոռներին, երեխաներին, մնացեք Աստծո խաղաղության մեջ, սիրելիներս։